Հայաստանը շատ նոր գաղափարներ է տալու մարդկությանը, որը մեծ գնահատական է լինելու ու մեծ ռեսուրսներ է վերափոխման տալու։ Ինձ թվում է ամենավճռորոշ տարին մեր մոտիկ ժամանակում հիմա է, բայց ավելի շատ 35 թվականից հետո է լինելու։ Ինչ որ պայծառատեսներ կան, որոնք էլի ինչ-որ կանխագուշակումներ են անում։ Ես չեմ կանխագուշակում, ես ընդհանուր ծրագիրն եմ ուսումնասիրում, ես ինքս չեմ կանխագուշակում։ Մարդը ծնվելուց առաջ ունի իր կառավարման, բայց ինքը որ ծնվում է, ինքը ձեռքաբերում նաև այդ ծնողների քանի մոտ է գալիս եւ այդ տոհմի հետևանքները եւ նաև այդ ազգի եւ մարդկության թողտողիրը ավելի շատ այդ շամանիստական երևույթների մեջ է։ Բարև ձեզ Fast Info-ի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում զրուցելու ենք թաքնագետ, փիլիսոփա, խորագետ եւ ուսուցիչ Տրթատ Դոնիկյանի հետ։ Բարև ձեզ պարոն Դոնիկյան։ Շնորհակալ եմ չմերժելու եւ մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Այսօր ցանկանում եմ ձեզ հետ զրուցել Հայաստանի մասին, ասում են, որ Հայաստանը պատմական շրջան է ապրում հիմա եւ այսօր է որոշվելու Հայաստանի վաղվա ճակատագիրը։ Ինչ կասեք դուք այս մասին։ Նայեք, ես ինչ-որ տեղեկություն ունեմ, Ամերիկան բոլոր երկրների տնտեսական ծրագրերը մշակում ու ապագան են իրանք մշակում, մեծ ինստիտուտներ ունեն, որոնք դրանց մասին քննարկումներ են անում, տեսնում են, որ երկիրը ոնց է լինելու ապագայում, ինչ ունի ռեսուրսներ եւ ոնց է աճելու։ Հայաստանի մասին այդ իրանք քննարկումներն, իհարկե դրանք մի քիչ փակ քննարկումներ են, նա որ մի քանի տասնյակ տարիների ընթացքում շատ ուժեղ տնտեսական բում է լինելու, այսինքն Հայաստանը աճելու է այս ռեգիոնի լավագույն երկրներից է լինելու տնտեսությունը։ Իհարկե դա մի քանի տասնյակ տարիներ է, այդի ամերիկան էքսպերտներն են, բավականին մեծ լուրջ խումբ կա, որոնք իրանք քննարկում են Ամերիկան ինչ պետք է լինի, ոնց է լինելու ապագան, ինչ է տնտեսության որ ուղղությամբ զարգացում տան, որ երկրների հետ կարան համագործակցեն, իրանք տենց երկար, նույնիսկ մինչև 100 տարի պլաններ են կազմում։ Այդ պլանների մեջ Հայաստանը ինչ որտեղ կա, որտեղ ռեգիոնի լավագույն տնտեսությունն է ունենալու նո ապագայում էդի հիմացենք։ Բայց իհարկե ամեն ինչ ինչքան իրանք գուշակում են, բայց ոնց որ կանխատեսում են, բայց դե իհարկե շատ ֆակտորներ կան, կարա տենց չլինի, կարա տենց լինի։ Ֆակտորներն է, եթե մենք մեր ժողովրդից է կախված, մենք հնարավորություն ունենք այդ ընտրությունը անեն։ Ես շատ մանրամասները չգիտեմ, իրանք ինչ տնտեսության վրա են հիմք դնում, ինչ ոլորտներն են ավելի առաջատար լինելու, որ այս մեր տերիտորիաներից, մեր այս աշխարհի մասում լավագույնն ենք լինելու, բայց ինձ թվում է IT ոլորտն է եւ կարող է նոր զարգացած ինչ-որ ոլորտներ լինեն, բայց նաև կախված է մեր ժողովրդը ինչ ընտրություններ կանի, ինչ ուղղությամբ կգնա, դա է կախված, որովհետև ասենք հիմա ընտրությունն է, հետո էլի ընտրություններ են լինելու, որ մենք ինչ ուղին կընտրենք, դրանից է շատ կախված, էլի, բացարձակ ամեն ինչ ճշմարտություն չի։ Նաև Հայաստանը շատ նոր գաղափարախոսության ակունք է լինելու, որոնք ոգեշնչելու են շատ երկրներին, տենց ապագայում։ Դուք նշում եք, որ Հայաստանը առաջատար երկրներից է լինելու, որ երկրից հետո օրինակ կլինի առաջատար։ Նո, առաջատար, ասենք թե դե Վրաստան, Ադրբեջան, դրանց համեմատ էլի, մեր մոտիկ երկրներից էլի առաջատար երկրներից կլինի, այսինքն մենք պետք է չհամեմատենք մենք եվրոպական երկրների հետ էլի, ասիական երկրների հետ համեմատենք։ Իսկ ուրիշ ինչ կանխատեսումներ ունեք բացի դրանից Հայաստանի համար։ Ինձ թվում է Հայաստանը շատ նոր գաղափարներ է տալու մարդկությանը, որը մեծ գնահատական է լինելու ու մեծ ռեսուրսներ է վերափոխման տալու։ Այդ գաղափարները կարող է կրոնական ինչ-որ ոլորտ լինեն կամ փիլիսոփայական կամ աշխարհայացքի մոտում, որը նոր որակներ է բերելու, որ ինչ-որ մեծ փոփոխություններ է տեղ ունենալու, էլի, այդ աշխարհայացքի վերափոխումը, որտեղ մարդկությունը շատ հարցերով կրիտիկական կետի է հասել, որտեղ ինքնակործանումը շատ մոտիկացրել են, էլի, թեկուզ այս պատերազմները, ամեն ինչի իմաստը կորել է, տենց դրան համար Հայաստանը ինչ-որ կարող է հանդիսանա այդ առաջատար այդ գաղափարներին, որոնք տանի աշխարհը առաջ նոր
պատույտի ավելի լավ վերելքի տանի աշխարհը, քան կործանման, որովհետև աշխարհը ոնց որ ինչ-որ չափ գնում է կործանման, որ եթե դիտարկում ենք պատերազմներն, համաճարակներն, հենց չասած, որ կարող են լինեն տարբեր տեսակի տարերքների վերելք, երկնակարեր կարանգնեն եւ անկառավարելի արհեստական բանակությունը կարող անկառավարելի ինտելեկտուալի ճիշտ։ Այսինքն կարելի է ենթադրել, որ հենց արհեստական բանականությունն է մարդկությանը հասցրել այդ կրիտիկական կետին, որը նշում եք։ Ну, դեռ հենց ինքը չի հասցրել, բայց կարող է հասցնի։ Ավելի շատ արհեստական ինտելեկտ, քան բանականություն, որովհետև ինքը էլ բանականություն չունի, ինտելեկտ է։ Եթե բանականություն ունենա, այդտեղ կրիտիկական կետ կլինի մարդկության համար, որովհետև կարող ենք ղեկավարում մարդկության իր ձեռքը վերցնի ու որոշի, որ մարդիկ պետք չեն մեզ։ Բայց դա հնարավոր է։ Մենք դա չենք ընկալում, որտեղ մտածում ենք կարելի է անջատել, բայց կարող է մի этап գա, որ անհնար լինի անջատել։ Ну դա բոլոր գիտնականներն էլ ասում են, որ մենք ենք տալիս ռեսուրսներ, իր ձեռքը կամած ամեն ինչ տալիս են, ասես քիչ ու ինքը ասես նուր կհետևի, ինքան տան, որ իր հնարավորությունները արդեն կարանա իշխի, ինքը այդ քայլը կանի։ Իսկ այդ կրիտիկական կետը որն է, որին մարդկությանը հասել է եւ դա ինչքանով է վտանգավոր։ Կրիտիկական կետը նայեք բարոյական նորմաներ կան, որոնք մարդկությունը ասենց անխնա խախտում է։ Այդ կրիտիկական կետը օրինակ կլոն անել մարդուն խոսքի օրինակ կամ ինչ որ մարդ են աճեցնում նոր որակի գենետիկ աշխարհում փոփոխություն անել մարդուն սերմանել ու տենց փորձեր են գնում ռոբոտների հետ սինտեզել ու ֆանտաստիկ կինոներն տեսել են կիսամարդ կիսառոբոտ այդ տենց են փորձեր գնում որը կարող է անկառավարելի հետո դառնա այդ տեղեկությունները որտեղից որ տեղեկությունը որ մարդկանց եւ ռոբոտներին փորձում են դե դա բաց դրած է որ ինչ որ երկրներ անում են դա իսկ առհասարակ խոսելով Հայաստանի մասին ամենավճռորոշ տարին որը կլինի Հայաստանի համար եթե բացառենք 2026 թվականը քանի որ այս տարի նաեւ խորհրդարանական ընտրություններ են սպասվում բացի դրանից կա այլ տարի ինձ թվում է ամենավճռորոշ տարին դե հիմա մեր մոտիկ ժամանակում հիմա է բայց ավելի շատ 35 թվից հետո է լինելու ինչու այդքան ինչու սպասենք այդքան դե մեր սպասելով չի հանգամանքները նենց են դրսևորել որտեղ վճռորոշ ինչ որ երևույթներ են ոնց որ 20 թիվը մեր համար վճռորոշ թիվ էր շատ տենց էր 35 թիվն է վճռորոշ լինելու եւ հետո էլ կա թվեր էլի 63 թիվը իսկ օրինակ նշում եք 35 թիվը չէ 33-ից 35 հնարավոր է որ կրկին լինեն պատերազմներ ինչպես 2020 թվականին թե այլ ինչ որ բաներ են լինելու որոնք վճռորոշ կլինեն մեզ համար Այլ շատ այլ բաներ են լինելու, որ վճռորոշ կլինեն մեր համար։ Օրինակ ինչ։ Քանի որ մեր հետևորդներին էլ բավական հետաքրքիր կլինի, նախապատրաստվեն թեկուզ եւ օրինակ մենք որ երկրի հետ ավելի սերտ կներաճենք։ Այդտեղ կախված այդտեղ շատ վճռորոշ քայլ է լինելու։ Մենք ինչ որ քայլ ենք անում Եվրոպա միանալու, Ամերիկա միանալու կամ ինչ որ երկրներից դուրս գալու ազդեցությունից, բայց դեռ մենք ուղղակի այդենք խոսում ենք էլի ավելի շատ, բայց վճռորոշ ինչ որ բաներ է լինելու։ Իսկ որ երկրի հետ ավելի շատ սերտ հարաբերություններ կունենանք ձեր նշած թվականներին։ Դա տենց չեմ կարող ասեմ։ Ինչու։ Որտեղ շատ բացեր կան, տենց հստակ չեմ կարող ասեմ։ Դուք քանի որ բավականին հետաքրքիր էսպես կերպար եք, մարդ եք, հնարավոր է ասեք, թե ձեր կանխատեսումները ինչ մեթոդաբանությամբ եք իրականացնում։ Եվ արդյոք դրանք իրականանում են, թե ոչ։ Դե մի քանի մեթոդաբանություն ուսումնասիրում են տարբեր երկրների ունեն իրանք ինստիտուտներ, զարգացած երկրները, որտեղ իրանք տարբեր երկրներին ու իրանց երկրին կանխատեսում են ինչա լինելու։ Իրանք մինչև 50-100 տարվա ունեն տենց ծրագրեր ուսումնասիրում են Ամերիկան, եվրոպական ինչ-որ երկրներ ունեն, Ռուսաստանը եւ այլ ունեն իրանք ինչ-որ ծրագրեր։ Լավ թե վատ կապ չունի, ունեն ինչ-որ ինստիտուտներ աշխատում են։
մի թեթև դրանց հետ եմ ծանոթ, ինչ է հնարավոր բաց ասում են, էլի, ու ինչ փակա, տենց չեմ գրասեմ։ Երկրորդը ինչ որ պայծառատեսներ կան, որոնք էլի ինչ որ կանխագուշակումներ են անում, իրանք շատ են, բայց ոնց որ ինչ որ ձևով ոնց որ ընտրություն անում, որոնք են ավելի մոտիկ հավանական այդ երևույթը իրականացնելու, հաջորդը դե ներքին ինտուիցիան եմ զգում։ Իսկ եղել են, որ ձեր կանխազգացած ինչ-որ բաներ իրականություն դարձած չլինեն, թե բոլորը անխտիր իրականություն են եղել։ Ես չեմ կանխագուշակում, ես ընդհանուր ծրագիրն եմ ուսումնասիրում, ես ինքս չեմ կանխագուշակում։ Կարան ինչ-որ բաներ ոչ նենց գնան, բայց ոնց որ հիմնականը նայեք հիմա ոնց որ Վանգան ինչ-որ բաներ ասել, կամ էլ Նոստրադամուսը, չէ, իրանք այդքան կամ գտակարանում Հովհաննես Ավետարանչի հայտնություն կա։ Հիմա այդ հայտնությունների բոլոր երևույթները այդ որ կան, իրանք ժամկետ չկան դրանց։ Եթե մենք ինչ-որ բաներ sense վերում ենք մեր ժամկետի ենք համեմատացնում թե չէ, տենց չի, որտեղ այդ կանխագուշակումը տեղ ունենում մի տեղ, որտեղ ժամանակ չկա, բայց իրանք կա մեծ հավանականությամբ որ կարան լինեն նո տենց կանխագուշակումները։ Դրա համար որ ժամանակ չկա, որ ժամանակին կլնել, տենց հայտնի չի էլի, ոնց որ ինտենսիտել կինո կա, որտեղ հնարավոր է որ ժամանակից դուրս գա, ապագայից գա ներկա ու ինչ-որ բաներ ասի տենց էլ, բայց հստակ ժամանակը մենք չենք կարող ասենք էլի։ Դուք պայծառատեսների մասին նշեցիք ձեր խոսքում, հիմա բավականին ակտուալ են պայծառատեսները, նրանց դիմում են մարդիկ, բայց միաժամանակ կան նաև տարրո քարտեր։ Այդ մասին ինչ կասեք, դուք ինչ վերաբերմունք ունեք հենց պայծառատեսների եւ տարրո քարտերով գուշակությունների վերաբերյալ։ Ամեն ինչ կախված է մարդուց, ոչ թե այդ տարրո քարտ կամ պայծառատես կամ չգիտեմ ինչերով են անում իրանք գուշակությունները, կախված է այդ մարդուց է կախված, ոչ թե ինչով է անում։ Կամ մեկը քարակցում, մեկը կոֆեի բաժական, մեկը տարբեր բաներ։ Ես ընդհանրապես այդ գուշակություններին բացասական եմ վերաբերվում, ընդհանուր ասենք ես բացասական եմ վերաբերվում, որովհետև մեծ մասը իրանց ենթագիտակցության ոլորտից են իրանք վերցնում ու դա ասում, այսինքն իրանք ենթագիտակցությունն են նայում ու ինչպիսի մարդ, ինչքան զարգացվածություն ունի այդ մարդը, համապատասխան իր ենթագիտակցության ոլորտն է ուրիշներին հրամցնում, ոնց որ մեր ենթագիտակցությունը կարող է մի քիչ ավելի լայն տեսնի, այսինքն հիմա մենք որ վիզուալ իրար տեսնում ենք, ինչ որ ճանաչողություն է գալիս, բայց մեր ենթագիտակցությունները ավելի մեր իրար ավելի խորքային են անցալում։ Իրանք իրենց այդ ենթագիտակցությունից են վերցնում, բայց նաև կախված է իրանք ինչ զարգացության մարդ են, ինչ բարոյական նորմեր կրող մարդիկ են, դրանից էլ է կախված։ Դուք գիտակցության տարբեր մակարդակներն եք ուսումնասիրում, տեղյակ ենք դրա մասին։ Խնդրում եմ նշել, թե մարդը ինչպիսի գիտակցության մակարդակում պետք է լինի, որ օրինակ դուրս գա եկեղեցու դեմ, հոգևոր հայրերի դեմ, ունեք ինչ-որ կարծիք այդ մասին։ Դեռ քաղաքականությունն է, ես քաղաքականությունով չեմ զբաղվում, դրանք ինձ թվում է քաղաքական քայլեր են, որոնք որտեղ քաղաքականությունը շատ մութ երևույթ է, ինչ որ շահեր են, որոնք չգիտեն ում շահերն են շահարկում, այտենց բաց չի երևում, դրա համար դա ինչ որ խաղաղ քաղաքական ինչ որ մարդկանց շահեր են, որտեղ կարող ինչ որ ուրիշ երկրների շահեր են դրանք ներառում, դա ինչ որ իրան մեջ ներքին բարոյական կամ հոգևոր բան չի կրում, էլի։ Իսկ եթե օրինակ քաղաքականությունից դուրս նայենք սովորական հասարակ մարդկանց շրջանում, էլի լինում են մարդիկ, ովքեր ազգայինին են դեմ գնում կամ ինչ որ հոգեհարազատ բանի են դեմ գնում, դա ենթագիտակցության հետ ինչ որևէ աղերս ունի, կապ ունի։ Դե տարբեր մակարդակի մարդիկ կան մեր աշխարհում, հոգեկան տարբեր շեղումներից մինչև հանճարներ ու տարբեր մարդիկ բոլորը նույն հարցին շատ տարբեր ձևով են ընկալում նույն կարող ամենալավագույն հարցին շատ մարդիկ լինեն որ շատ վատ մոտեցում տան
դա ցույց է տալիս ինքը իրանց, այսինքն մարդիկ ցանկացած հարցին ոնց են մոտենում, դա բնութագրում է իրանց ներքին աշխարհը, իրանց ներքին տրավմաները, իրանց անցած փորձը, իրանց մեծ խնդիրները հոգեբանական, այսինքն ինքը ոնց է աշխարհին վերաբերվում, ինչ ձև է ներկայացնում ու ինչեր է անում, ինչ է ասում, դա իր ներքին աշխարհի բացահայտումն է։ Ինքը ուղղակի ենթագիտակցորեն դա է անում, որտեղ իր ներքին աշխարհում պայքար կա, ասենք եթե մեկը հավատի դեմ է պայքարում, ուրեմն իր ներսում իր խղճի ու իր մտքի մեջ շատ ուժեղ անդունդ կա ու այդտեղ ինքը պայքար է գնում, դրա համար դա այդ պայքարն է ինքը ներկայացնում ուրիշներին։ Քանի որ խոսեցինք գիտակցությունից, ենթագիտակցությունից, մի այսպիսի հարց ունեմ, երազները գալիս են գիտակցությունից, թե դրանք ինչ-որ մտածածին բաներ են, որոնց մասին գիշերը մտածելով մարդը կարող է տեսնել դա որպես երազ։ Եվ առհասարակ ինչ է իրենից ներկայացնում երազը։ Դե երազները շատ բազմազան են լինում, շատ բազմազան, դե որ մենք սկզբից քնում ենք, մենք առաջի այդ этаպը երազների ժամանակ էլ այդ առաջին մի քանի ժամը կարելի ասել, որ մենք մտնում ենք մեր ենթագիտակցությունը, այդ օրվա ինչ ինֆորմացիա տեսել է մեր ենթագիտակցությունը, ինքը խառը բաներ ասենց ամեն ինչ հավաքում, որ մեր ենթագիտակցությունը գցում է իր տեղերը բաներում, դարակներում շարել, կարող է դա ինքը հարմարացնի մի 10 տարի առաջ ինչ որ մեր հատ ինֆորմացիայի, տենց իրար խառը շարի։ Հաջորդ этаպում երազների մեր գիտակցությունը մեր մարմնից դուրս է գալիս ու գնում է ուրիշ չափողականություններ, ուրիշ ժամանակի մեջ է մտնում եւ այդտեղ ինչ որ գործողություն է իրականանում, դրա համար իսկ առավոտյան կոմը ավելի շատ մարգարեական երազներ են, բոլորի մոտ է տեղ ունենում, այդ արևածագի ժամանակ առավոտյան մինչ արևածագ հենց այդ ժամանակ, դրա համար այդ ժամանակ մեր ոնց որ գնում ենք ապագա, որտեղ այդ ապագան մեր ժամանակով հարաբերական տեսությունները Էյնշտեյնի վերցնենք, ապա ժամանակը տարբեր արագությունների ժամանակ տարբեր շարժվում, ապագան արդեն եղել է ուրիշ ժամանակ, ուրիշ տարածության մեջ, մենք գնում ենք այնտեղ այդ գործողությունը ոնց որ մենք էլի անում ենք, այստեղ ուղղակի արտացոլվում է։ Իսկ դրանք կատարվելու ունակություն ունեն, թե ուղղակի այդպես էլ մնում են։ Չէ, այդ առավոտվա երազները բոլորը հիմնական մասը կատարվում են, ուղղակի այդ երազը շատ ուղղակի չի, ասենք մենք տեսնում ենք ինչ-որ մարդու, ինքը կարող է սիմվոլիկ լինի դա, ուղղակի պետք է կարողանանք այդ սիմվոլները կարդանք, այնտեղ ոնց որ ուղղակի էս մեր ֆիզիկական պլանի պես չի, դա մեր ենթագիտակցական աշխարհն է, ասենք կարող է ձեր մայրիկին տեսնում եք, դա ուղղակի ձեր զգացմունքներն է այդտեղ, ձեր մայրիկի հետ կարող է կապ չունի, ուղղակի ձեր զգացմունքները ինչ որ մարդուն կամ ինչ որ երևույթին այդ մայրիկի կերպարով է գալիս, որ այդ զգացմունքները զարթնեն, էլի, ասենք սիմվոլներ են այնտեղ, տենց ուղղակի չեն, դրա մարդիկ մտածում են ուղղակի արտացոլվելու, ոչ անուղղակի, բայց բոլորը այդ առավոտյան բոլորին մարդկանց համար առավոտյան բոլոր երազները իրականանալու են հիմնականը 1-ից 3 օրվա ընթացքում, բայց կան մարդիկ, որ կարող ավելի մեծ ժամկետ լինի։ Տեսեք, օրինակ ժողովրդական այսպիսի խոսք կա, որ եթե երազում ինչ-որ մեկը մահանում է, ուրեմն այդ տվյալ մարդը ավելի երկար է ապրում։ Սա միֆ է, թե ուղղակի էլի իրականությանն է համապատասխանում։ Դե նայեք, որ մահը նշանակում է հինի ոչնչացում, իր հին ինչ-որ սովորույթների կամ իր հին ընկալումների ոչնչացում է տեղի ունենում, եթե ինքը հինը ոչնչացնում, ուրեմն նոր թարմը ուժ է գալու, նոր ծիլ է տալու, դրա համար ավելի երկար է ապրելու, որ մենք կարծրանում հնանում ենք, դրա համար մահանում ենք, եթե նորն է գալու, դրա համար տեսնում ենք, որ այդ մահացել է, այսինքն հինը ինչ-որ բան գնացել է, ինքը դեռ նոր արարելու լիքը բաներ ունի, դրա համար երկար է ապրելու։ Իսկ ինչ անենք չհնանալու համար։ Չհնանալու համար ոնց որ պետք է կարողանանք կյանքին բաց լինել, ընդունել կյանքի բոլոր երևույթները ու ներգրավել կյանքին ամբողջապես ու փորձել իրոք դառնալ երջանիկ ու օգնել ուսներին երջանիկ դառնան։ Իսկ երջանիկ դառնալու ճանապարհը որտեղից է սկսվում, ինչպես, ինչ անել դրա համար։ Երջանիկ դառնալու ճանապարհը սկսվում է մեր ներքին աշխարհը ուսումնասիրելու, բացահայտելու, վերափոխելուց։ Միայն տեղ դառնում երջանիկ արտաքին գործողությունների չեն կարող երջանիկ դառնալ, որովհետև
Կարա ամեն ֆինանսը լինի, ամեն ինչ լինի, բայց մենք երջանիկ չլինենք։ Քանի որ թեմաները բազմազան են եւ բավականին շատ եւ ձեզ լսելը նորից նշեմ, որ հետաքրքիր է, կցանկանայի խոսենք նաեւ թուղթուգրից։ Նախ խնդրում եմ ասել, թե դա իրենից ինչ է ներկայացնում եւ արդյոք պետք է դրանից վախենալ, պաշտպանվել եւ ինչ որ քայլեր ձեռնարկել։ Թուղթուգիրը ուղղակի բացում մեր հարևան երկիրը զինվում է, պետքա պաշտպանվել, պետքա դրանից զգուշ լինել, պետքա ուշադիր լինել, պետքա նայեք, եթե ֆիզիկական պլանում մարդիկ կարան ոնց որ իրար թշնամանք առաջացնեն ու մտածեն մեկը մեկին վնաս տալու ոչնչացնելու համար, տենց էլ թուղթուգիրը էլի ինչ որ թշնամանքի ատելության խորը տկիտության արտացոլում է, ուզում են մեկը մեկին էլի ոչնչացնեն, վնաս տան եւ այլն, բայց էներգիայի միջոցով։ Այսինքն մենք հասկանում ոչ միայն ասենց նյութ ենք, բայց նաև էներգիա ենք, այդ էներգիան, որ վնաս տա, այսինքն մենք ունենք մեր ենթագիտակցություն, որը պլաններ անում ապագայի մասին է, իսկ այդ թուղթուգիրը ներթափանցում ինչ է, էլի ներթափանցում է մեր ենթագիտակցություն, մեր ծրագրերի ջարդումը, ու մենք ստանում ասենք թե ինքնաոչնչացման ծրագիրն ենք ակտիվացնում, չհասկանալով մենք, որ դրսից ազդեցություն է ու մենք ինքնաոչնչացման ծրագիրը ու տարբեր ձևով էլի կամ ինքնադժբախտացման սկսում ակտիվանալ, մեր արտաքին ոնց որ գիտակցությունը դա այդտեղ չի ընկալում, բայց ենթագիտակցությամբ դա կա։ Մարդիկ եթե ուշադիր լինեն երազներում, դա սկսում է ինչ որ ձևով ի հայտ գալ սկզբից, որտեղ երազների ենթագիտակցություն է մտնում կամ չեն կարող անցնել, բայց դա սկսում է ազդել քիչ ինքնաոչնչացման ծրագիրը, որ դրված է մի օր տեղը հասնելը։ Իսկ առհասարակ թուղթուգիր ասվածը որտեղից է եկել Հայաստան։ Թուղթուգիր ասվածը նայեք, երբ որ սելջուկները եկան, իրանց մոտ ինչքան մենք ասում ենք մուսուլման են, բայց մուսուլման չեն, ավելի շատ իրանք շամանիստական երևույթներն է շատ տարածված ու այդ թուղթուգիրը ավելի շատ այդ շամանիստական երևույթների մեջ է։ Իհարկե թուղթուգիրը շատ հնից էլ կա, բայց sense շատ բում ու շատ ուժեղ տարածվել է, մենք այդ թյուրսկի ցեղերը, որ եկան մեր հետ գրավեցին եւ տարածվեցին, իրանց ազդեցությունը շատ ուժեղ է, իրանց մոտ մինչեւ հիմա դա շատ ուժեղ տարածված է, դրա այդ ներազդեցությունը մենք ոնց որ երաժշտությունը մենք չենք տարբերում, որ նա հայկականը, որը թուրքական ու թուրքական լսում ենք, մտածում ենք հայկական է, մուղամները կամ արաբական, տենց էլ այդ թուղթուգիրը ոնց որ ինչ որ ձև այդ շամանիստական երևույթները սկսեցինք վերցնենք, բայց դա մուսուլմանության հետ կապ չունի, բացարձակ այնտեղ են դրա դեմ պայքարում, դա ոնց որ սերմոգության տեսակ է, սերմոգությունը այդ նշանակում է մարդուն կամ մարդկանց կամ ինչ որ երևույթներին վնաս տալ, նո ինչ որ ծիսակատարությունների կամ նո ինչ որ տեսակի ծիսակատարությունների ծխակարգերի ծեսերի միջոցով այդ դրանք ինչ որ ծիսակատարություններ են, որոնք էներգետիկ հարված են հասցնում, որ վնաս են։ Հիմա դա զարգացած երկրներ ավելի զարգացնում են, տեխնոլոգիաներ են մտցնում, տեխնոլոգիաների միջոցով են անում, ասենք օրինակի համար ցույցը կարող է ցույցին տեխնոլոգիաները մարդկանց ակտիվ գիտակցություն անջատեն, իրանց անգիտակցականը սկսեն իրանք հրապուրվել դրանով կամ փախնեն, վախեր առաջանա փախնեն, դա զարգացած երկրները ունեն արդեն տենց տեխնիկաներ օգտագործում են։ Այսինքն Հայաստանը եթե զարգանա, հնարավոր է որ ցույցերի ժամանակ նման ինչ-որ մեթոդներ էլ օգտագործեն։ Ինձ թվում է կարան ուրիշ երկրներից գնեն կամ ուրիշ երկրները տան դա կիրառելու։ Հնարավոր է նաև գնել, այսինքն։ Իսկ կարող է կայել։ Իսկ առհասարակ այսպիսի ինչ որ խոսույթ էլ կա, որ եթե տանից թուղթուգիր են գտնում կամ թղթի վրա գրեն կամ հենց այդ թուղթուգիրը այր են, սա ինչ օգուտ կտա։ Դե թուղթուգիրը շատ տարբեր են լինում, կա ոնց որ ինչ որ պիտի թղթի վրա գրած լինեն, ինչ որ հիմնական եբրայերեն բառերով են գրում, մեր տարածքում տենց է տարբեր տեղեր տարբեր է, հիմնական մեր տարածքում այդ եբրայերեն տարածված
թուղթուգրերն են, կարող է մեկ-մեկ լինեն արաբական տառերով գրած, ինչ որ կրկնում են։ Դա ոնց որ անեսքի տեսակներ են, որոնք ծիսակատարության միջոցով այդ թուղթը դնում են, որտեղ թուղթը ոնց որ վարակի աղբյուր է դառնում, ոնց որ ինչ որ մի բիոլոգիական զենքը ոնց է, ինչ որ բակտերիաներ բազմացնում են ու պետք է այդ բակտերիան գցենք այդ տերիտորիայի մեջ կամ այդ մարդկանց մեջ, հիմա այդ թղթի միջոցով այդ վարակի թղթի մեջ աղբյուրը տեղա, որտեղ այդ ինքը ոնց որ ակունք այդ վարակի ինքը սկսում է գեներացնել իր շուրջը այդպես բակտերիաներ, որ ինքնաոչնչացման ծրագիրն է, այդպես դնում են այդ ուզում են մարդու սենյակում, որտեղ ինքը քնում է, որտեղ քնած ժամանակ մենք ամենը թույլ ենք, էներգետիկ, որ ազդի, կամ ինչ-որ շորի մեջ են դնում, որ իրա վրա միշտ կանի, իրա վրա ազդի քիչ-քիչ, ինքը սենց ուղղակի սենց միանգամից ոնց որ նռնակ չի, որ տրակի ու բանան, ինքը քիչ-քիչ է ազդում, բայց սկսում է ազդել, ոնց որ ինքը մտնում է մեր անգիտակցական, ենթագիտակցական քիչ-քիչ սկսում է քայքայել մեզ, ինքնակայքայման ծրագիր է միացնում, մարդիկ սկսում է դեպրեսիայի մեջ եւ այլ անհաջողություններ գալ անընդհատ տարբեր տեսակի, այտենց իրանք նոտենց կամ որ հերբից են անում, դա ավելի զարգացած բաներ են կամ մտային երևույթներ են անում, դա Հայաստանում ինձ թվում է շատ լավ է, որ տենց շատ զարգացածներ չկան, բայց շատ տարածված, չափից շատ, այնքան շատ տարածված, որ շատ երկրների հատուկ ծառայություններ դրանով են հետաքրքրված։ Օրինակ, որ երկրներին է։ Բոլոր մեր կողքի երկրներին է, մեր երկրինն էլ հետը։ Կա նաև այսպիսի տեսակ, որ ասում են թելով փաթաթված ինչ որ թուղթուգրի վերաբերյալ, դրա եւ գրություններով թուղթուգրերի տարբերությունը որն է։ Նույն ազդեցությունը չեն ունենում։ Դե իրանք վնասակար շատ երևույթներ են, հիմա ոնց որ ասեք տիֆի կամ ասենք թե մալարիայի տարբերությունը այդ երկու հիվանդությունների, որոնք բակտերիաներ են, որոնք տարածվում են, ինչ որ ազդեցություններ ունեն։ Հիմա այդ որ այդ սերմոգությամբ զբաղվում, նա ինչ է սովորել, ինչ ունի, ինքը այդ տեխնիկաներն է կիրառում, որն է լավ թե որն է ավելի վնասակար, վնասակարության աշխանը որոշում է այդ մարդուց, ով որ կիրառում է, ոչ թե գործիքից, գործիքը այդքան կարևոր չէ, այլ ով է անում, դա շատ վատ երևույթ է, թե պատվիրողի համար, թե անողի համար, թե ով որ անում է, թե տարածքում ապրողների համար, ինքը ոնց որ ամեն ինչ ոչ ինքնաոչնչացման ծրագիր է թողում, ամեն ինչ, թե միջնորդների համար բոլորն էլ շատ այդ ծանր կարմայի մեջ են ընկնում ու ծանր երևույթների մեջ են ընկնում, շատ դեպքում այդ թուղթուգիրը անում են, մտածում են լավ բանի համար, որ իրանց աղջիկը ասենք թե ամուսնանա, ինչ որ մեկին ուզում են կամ որ հանգարտ չբաժանվի, կապ չունի ինչը, դրանք շատ մեկը շատ ծանր հետքեր են ունենալու իրանց ճակատագրի վրա, հոգին ոնց որ շատ անկում ապրելու, իրանց կյանքն շատ դժբախտացնելու են, դրա համար ցանկացած մարդ, որ փորձում է դրան դիմի, ինչ էլ նպատակ ունենա, չի կարող ինչ-որ ձևով վրեժը լուծի, ուզում է ձևով լուծի, բայց ինքը հասկանա, որ դա իր հոգու թեմա, դա ոնց որ Աստծո թեմա, դա ինքնաոչնչացում, դա դավաճանությունն է ինքը իրան, Աստծուն, մարդկությանը։ Կարմայի մասին խոսենք առհասարակ, ինչ երևույթ է դա։ Դա կարման պատճառ հետևանք, այսինքն ինչ մենք անում, ինչ ցանենք, այդ կհավաքենք, այդ դրա օրենքն, այսինքն մենք ինչ անում ենք, դա հավաքում ենք։ Տիեզերքում էներգիայի պահպանման օրենքը բոլորի համար հավասարաչափ գործում է, դեն չկա մարդ, որ իր համար չաշխատի։ Ու ինքը պահպանվում է, նայեք, մենք ինչ գործողություն անում ենք, ինչ էմոցիա ունենք, ինչ մտքեր, մեր ինֆորմացիոն դաշտում, մեր շրջապատի ինքը գրանցվում է։ Ու դա ինքը ռեզոնանս է տալիս, մենք ինչ մտքեր ունենք, ինչ գործողություններ եւ այլն, ու այդ համապատասխան երևույթները mēs ձգում ենք։ Մարդը ծնվելուց արդեն ունենում է իր կարման, թե ապրելու ընթացքում է այն ձեռք բերում։ Մարդը ծնվելուց առաջ ունի իր կարման, բայց ինքը որ ծնվում է,
ինքը ձեռքաբերում նաև այդ ծնողների քանի մոտ է գալիս եւ այդ տոհմի հետևանքները եւ նաև այդ ազգի եւ մարդկության, այսինքն մենք որ ծնվում ենք, մենք ունենք մեր անձնական նաև կարման, նաև այդ որտեղ ծնվում ենք այդ ընտանիքի կարմանը գալիս այդ տոհմի, այդ ժողովրդի, նաև մարդկության, այսինքն այդ ինչ ճակատագիր ունեն, դրանք գումարվում են բոլորը։ Շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, այսքանն էինք պատրաստել, իսկ Fast Info-ին առաջարկում եմ հետևել նաև Instagram-ում, Facebook-ում, Telegram-ում։ Մեր գլխավոր կայքեջը որոնելու համար Google հարթակում կարող եք փնտրել 3w.fastinfo.am։ Շնորհակալություն, կհանդիպենք։